Մի խոսքով 5 տարի անց։ Մի խոսքով, սա մեր կյանքի ամենավատ հանգիստն է։ Քանի որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Արփին Տոմսը սխալ էր պատվիրել։ Հունաստանի փոխարեն գնել էր Հայաստանի Տոմսը։ Դե գոհ եղեք, որ գոնե դուրսը չենք մնացել, մեր տունը կա։ Շատ գոհ ենք, ահա որ կարենք Հունաստանում լինենք, ոչ թե Հայաստանում։ Երեխեք, մի մտածեք, կարևորը դուրսը չենք։ Դուսուս մնա, քո խելքից ենք այստեղ։ Լավ են չեմ հասկանում, ոնց կարենք մի բան վստահենք այն մարդուն, ով չգիտի Հայաստանի մայրաքաղաքը որն է։ Իդեպ, նրանց ծնողներից ոչ ոք չգիտի թե իրենք ուր են գնացել, Հունաստան, թե Հայաստան, քանի որ ընկերներով թաքուն էին գնալու Հունաստան։ Ճիշտ է, բոլորը դժգոհ են, որ Հայաստանում ենք, բայց վերջին անգամ չեմ էլ հիշում երբ ենք եղել։ Մի խոսքով կյանքը կարճ է։ Ձիանան այս տան տերն է, եւ նա չգիտի, որ տունը ունի նոր վարձակալներ։ Դուք ով եք։ Ահա, ոնց որ պահերը թեժանում են։ Նորից եմ կրկնում, դուք ով եք։ Գնանես, ձեր բանալիներ բոլոր դռները բացում են։ Այսինքն, դե դուք եկեք եք, գոռում եք, ճղում եք, ջղոձգվել եք։ Աղջիկ ջան, սա իմ բնակարանն է, դուք եք։ Մի րոպե, ոնց է ձերը, եթե մերն է։ Ոնց հասկանում եմ, փախստականների լագերը տեղափոխել են ստեղ, հա։ Դու Մեքսիկ ես, բոլը նեկր չես։ Մերն դեք կա, ծիսիկ չեն անում իրար, դղա ջան։ Ժինջիները չկան, ձենդ։ Դու պիցա։ Էդ ինձ ասեցիր։ Ես քեզ գիտեմ։ Մի խոսքով, մի վեճ, մի կռիվ, սա իմ տունն է, չէ, սա իմ տունն է, ու ոնց հասկանում եք վեճերը նոր են սկսում, քանի որ 5 տարբեր մարդ բնակվելու են նույն տանը։ Թեպետ մենք ինչքան էլ ընկերներ ենք, սակայն միասին կենցաղ չենք կիսել։ Մի խոսքով կյանքը կարճ է։ Լսի, այ անտեր, տանտեր, էս, մեր բոլորի տունն է, չէ, քոնը չէ։ Լավ, մի խոսքով կներեք ինձ։ Ես չգիտեի, որ մի եղբայրս այս տունը վարձով ա տվել։ Ես արդեն գնամ, հաշտակում եմ վատ ժամանակ։ Ձինդ կտրի։ Մի խոսքով կյանքը կարճ է։ Մերին միշտ երազել է երգչուհի դառնալու մասին, ու մշտապես ապրելով ծնողների մոտ նրանք խստորեն արգելել են նրան։ Լեայի ծնողները նույնպես խստապահանջ են եղել։ Լեան առանց իր ծնողների կամ առանց վարորդի ոչ միտեղ չի գնացել։ Ինչու ես տխուր, մտածում ես ծնողներդ ինչ ես ասելու։ Վերջին պահին վիճեցինք ու ասել եմ, որ գնում եմ Գարիկի մոտ, մենակ մնալու։ Քեզ ինչ ա եղել։ Դե քանի ստեղ ենք, ես եմ մտածում եմ շարունակեմ երգչուհի կարիերան, իսկ թվում է որ օրը Լորանը հետ գնանք, կդառնամ հայտնի երգչուհի ու կապացուցեմ որ կարող եմ։ Մի խոսքով կյանքը կարճ է։ Հա, բաբ ջան, Գարիկի մոտ ենք։ Մեր տղերքից մեկը այսօր շուտով ամուսնանում է, տենց հավաքվել ենք, որ նշենք։ Ոնց հասկացաք, Լեոն էլ է խափում չասելով, որ Հայաստանում են։ Իբրև եկել են Գարիկի մոտ։ Ինչու է ծնողների խափում եւ ասում, որ եկել են Գարիկի մոտ, որովհետեւ այնտեղ կա բոլոր հարմարությունները լիարժեք հանգստի համար։ Լեոն ջան, օքեյ։ Մի խոսքով դու էլ արանքից դուրս մնացիր, ու մնացի մենակ ես։ Երեխեք, մի հատ հավաքվեք բան ունեմ ասելու։ Գոռը առաջարկում է, որ բոլորով գնան ինչ-որ միտեղ ժամանակ անցկացնելու, ու բոլորը կարծես թե համաձայնվում են։ Եվ հանկարծ լսվում է մի ձայն։ Մի խոսքով կյանքը կարճ է։ Եթե երազում ես ճոխության, հանգստի եւ անմոռանալի պահերի մասին, ապա այս վայրը հենց քեզ համար է։ Արևով լցված բացօթյա տարածքներ, հարմարավետ բազկաթոռներով եւ գունեղ լաունջ գոտիներով։ Առանձնատներ, որտեղ շքեղությունն ու հաճույքը դառնում են մեկ ամբողջություն։ Գարիկի մոտ։ Արփին մնացել է տանը մենակ, ու այնքան սոված է, որ ընկել է դռների ջանին։ Դու ասա բար սարքեք նոր գնացեք։ Հիմա ես ինչ ուտեմ։ Ես կսարքեմ։ Պետք է հիշում մամա ոնց էր ճաշակում։ Սկզբից ջուր, հետո կարտոֆիլ, հետո Սարավը չտես չալտերս գցել։ բարև անտեր։ Տանտեր, ճաշ եմ սարքում։ Էս ճաշա։ Լսի, իսկ դու վստահ ես, որ ոչ մի բան չես մոռացել։ Դե կարտոֆիլ կա, ջուր կա, լվացքի փոշին կա, շամպունները կան։ Աղջի, ամենի հեղուկն եմ մոռացել։ Let's roll, let's roll. Hey, Dr. Chickpea. Մի խոսքով
կարճա Լեան, Մերին ու Գորը գիշերվա փարթիից հետո բոլոր գումարները ծախսել են ու ոդկով հազիվ հասել են տուն։ Ես ինչի ձեզ լսեցի։ Ուրիշ տարբերակ կար, ասեիր անենք։ Հա, համենայն դեպս ձեր հետ չգալը։ Դու ինչ ուտող ուրացողն ես, այս դեպքում խմող։ Բայց հիմա պիտի կրվեք, գնացեք տուն։ Ինչ անուշ մոտերա գալիս։ Մերին ինչ որ անծանոթ համարից զանգ է գալիս։ Մեր մեջ ասած ձայնը հավանել են, կանչում են որ գնա երգի։ Աշկից Լեան համոբան է սարքել ուտելու։ Էսա տեսքից է երևում է որ համոբան է հաստատ։ Երազանքս կատարվել է, հեսը կգամ կասեմ։ Լավ դե արի մենք ուտենք։ Գորը այնքան ա ոգևորվել, որ գիտի հեսա ուտելու աշխարհի ամենահամով ճաշը։ Չէ որ ամանի հեղուկի հոտը արդեն խապկանք է։ Մի խոսքով կյանքը կարճա Ձիանան իրա բաթելներն է խաղում ու Արփին էլ գցել է իրա ջրերը։ Ինձ թվում է հասկացաք ինչի համար։ Ինձ թվում է հեսա բոլորը ուղիղ եթերի ժամանակ գրելու են։ Էս նոր ստացանք։ Կամ էլ Ես եմ մեղավոր, որ ինտերնետը մուծեցի։ Ձիանա անջատի այդ լայվը։ Օ, Լեոն հասկացել է, որ Արփին Ձիանայի հետ ուղիղ եթերում է ու եթերը շատ տարածվի, Արփի ծնողները կտեսնեն ուր է ու կլինի ամենավատը։ Սուտը կբացահայտվի։ Քեզ ասում եմ անջատի։ Քեզ ասեցի անջատի։ Արի հա Արփի։ Ինչի։ Ամաչում ես, որ Հայաստանում ես։ Չէ, ուղակի Ոչ մի ուղակի քո նման շատերը գնում են Հայաստանից, մոռանում են, որ հող ունեն, ջուր ունեն, լեզու ունեն, Հայաստան ունեն։ Ու երբ որ նեղության մեջ եք հայտնվում, նոր եք հասկանում հայրենիք ունեք։ Իսկ մարդիկ էլ կան, ովքեր ապրելով հեռու իրենց հող ու ջրից մի բան էլ լինի միանգամից կհասնեն։ Իհարկե շատ ցավում եմ, որ նման մարդիկ շատ քիչ են։ Արփի հա արի գնացինք։ Գնա։ Մի խոսքով կյանքը կարճա Հալավ կարևորը հիմա սղ լավ են, ու շուտ կգան տուն։ Մերին անգամ չի էլ հետաքրքրում կատարվածը։ Արփի ուղիղ եթերը, Արփի ճաշը։ Նա մեզ պատմեց, որ շատ հայտնի մարդ է զանգահարել իրեն ու հրավիրել վաղը աշխատանքի, որ համ երգի, համ էլ մոտ ապագայում միգուցե ունենա իր երգն ու տեսահոլովակը։ Մոռացել էի, մերի ծնողները հեսա պետքա զանգեն, պետքա գնան Գարիկի մոտ։ Մերին էլ պետքա օգնի տունը ամրագրի, բայց դե Գարիկի մոտ հոմի լոքեյշն չի, 1000 հատ կա։ Բաբջան, բարև, ոնց ես։ Ուզում ես գնաս Գարիկի մոտ։ Հակոբ ջաջա, բարև ձեզ։ Գարիկի մոտ կարաք շատ հեշտ ամրագրեք։ Մտնում եք garikimot.com կայքը, վիրտուալ ռում տուր եք կազմակերպում, չնայած դրա կարիքը ընդհանրապես չկա։ Բոլոր հարմարավետությունները այնտեղ կան։ Ուտեղից արագ ամրագրում եք ձեր ուզած օրը, ձեր ուզած ժամին։ Դե լավ եղեք։ Մի խոսքով կյանքը կարճա Այս անծանոթ համարից զանգ է գալիս։ Երևի բժիշկներն են։ Այո, հենց բժիշկներն էին ու ասում էին Լեայի գորի վիճակը շատ ծանր է։ Արփի շեդևր ճաշը ով ուտեր, տենց էլ կլիներ էլի։ Մի խոսքով գլխացավանքի մեջ ենք։ Մի խոսքով կյանքը կարճա Մի րոպե, մոռացած ես պատմեմ garikimot.com կայքի մասին։ Կայքը հնարավորություն է տալիս վիրտուալ ռում տուր կազմակերպել եւ տեսնել տան բոլոր դետալները։ Դե ոնց հասկացաք, մենք հիմա վիրտուալ կերպով նայում ենք տան բոլոր հատվածները։ Դուք կարող եք ընտրել Gariki-Mot-ի ցանկացած առանձնատունը եւ վիրտուալ ռում տուր կազմակերպել։ Եվ որ ամենակարևորն է, այստեղ ցուցադրված յուրաքանչյուր վիդեո Photoshop արված չի, ամբողջը բնական է։ Դե ես չեմ դուք եք, տեսեք ինչ մեծ հաճույք է։ Ես ուզում եմ հասկանամ Ձիաննա։ Ինչի ես ամենը ստե։ Իմ տունն է, ինչ ուզում կանեմ։ Բայց ոչինչ որ մենք ենք վարձել այս բնակարանը։ Այլա, վերջ տվեք։ Հիմա եկեք հասկանանք ուր է Արփին։ Ու մի մոռացեք, որ Արփին երբեք Հայաստանում չի եղել։ Ու կարա շատ հեշտ ու հանգիստ կորի։ Ամենաադեկվատ պատասխանը։ Առաջարկում եմ բաժանվենք թիմերի ու գնանք գտնելու։ Սկսվեց դարի քննարկումը։ Հիմա ամեն մեկը որոշում է թե ում հետ պետքա գնա ու բաժանվում ենք թիմերի, գնանք գտնենք Արփին։ Դե կներեք, մոռացել էի, որ Գորը մեր միջի պարապ գործերի նախարարն է։ Ինքը մնաց տունը մենակ։ Մի խոսքով կյանքը կարճա Արդեն ներվայնացա։
Ինչքան կարելի է այս կոմենկոմ գնալ։ Բա ինչ ես առաջարկում։ Առաջարկում եմ գնանք միտեղ դեյթի։ Ես էլ առաջարկում եմ, որ դու ոչ մի բան չառաջարկես։ Լսի, դու չես հասկանում, որ ես ուզում եմ ամեն ինչ սրտով լինի։ Դիանա, սուս։ Վերջ, գնում ենք տուն։ Չենք գնում։ Ես գնում եմ։ Դու գնա։ Լսի, բայց ո՞նց է ճանապարհը։ Ոնց էր ճանապարհ։ Այս սենց ուղիղ գնա, գնա։ Այսպես ուղիղ գնա, գնա։ Միքոսկոպ կյանքը կարծա Ոնց հիշում եք, գոռը մեր միջի պարապն ու ալարկոտնա։ Ու մնացելա տանը մենակ։ Հա, պապ ջան։ Չէ ամեն ինչ նորմալ, ամեն ինչ կա։ Պապ դու չգիտես, գարիկի մոտ ամեն ինչ լինում է։ Մենք մեզ լավ ենք զգում։ Ոնց ախպերս է գալիս։ Չէ, էլի պապ, պետք չի։ Ոնց հասկանում եք, գոռի եղբայրն էլ է գնում Գարիկի մոտ։ Ու եթե պարզվի գոռը այնտեղ չի, սուտը կբացահայտվի։ Միքոսկոպ կյանքը կարծա Դիախր ինչքան մանգանք, մեծ քաղաք է։ Ես ուրա գնացել։ Ես էլ այսօր աշխատանքի եմ։ Պետքա գնամ։ Մենակ ես թողում։ Լիա, դու գիտես ինչ կարևոր է իմ համար երկը, չեմ կարա չգնամ։ Գնա։ Ի վերջո ինքը ձեր ընկերուհին էլ է։ Իսկ իրանից կարևոր ոչ մի բան չպետք է լինի։ Աշխատանքը ամեն տեղ էլ կգտնես։ Իսկ արփին, եթե իրան ինչ-որ բան պատահի, հիմա ինքը մեր օգնության կարիք ունի։ Լեա։ Միքոսկոպ կյանքը կարծա Ոնց հասկացաք Դիանային զանգ է գալիս։ Աստորեն Արփին ճարահատված զանգել է Դիանային։ Ու ոնց որ տեղը ասում է որտեղ է։ Միքոսկոպ կյանքը կարծա Ոնց հասկանում եք Դիանան հազիվ համոզել է Արփին բերի տուն ու կռիվը պատրաստ։ Всё, սրանից հետ պրծանք։ Տարեք։ Միքոսկոպ կյանքը կարծա Վերջ, մոռանում ենք ամեն ինչ եղել է։ Ու մի մոռացեք, որ ծնողներս պետքա փող ուզեին, որ հետ գնանք տուն։ Ու մինչև ստեղ գնում է Դարի քննարկումը, ինչ որ անծանոթ մարդ է գալիս։ Էսով է։ Դեմքը ահա որ ծանոթ է բայց։ Բարև երեխեք։ Միքոսկոպ կյանքը կարծա Եթե երազում ես ճոխության, հանգստի եւ անմոռանալի պահերի մասին, ապա այս վայրը հենց քեզ համար է։ Ընտրիր Գարիկի մոտ առանձնատներից մեկը, բացահայտիր այն վայրը, որտեղ հանգիստը վերածվում է իսկական վայելքի։ Այս շքեղ առանձնատները իր ճոխությամբ եւ ժամանակակից հարմարավետությամբ խոստանում են ձեզ ամեն պահը դարձնել անմոռանալի։ Եվ իհարկե, արևով լցված բացօթյա տարածքներ, հարմարավետ բազկաթոռներով եւ գունեղ լաունջ գոտիներով։ Առանձնատներ, որտեղ շքեղությունն ու հաճույքը դառնում են մեկ ամբողջություն։ Գարիկի մոտ։ Ոնց հասկացաք Միլին եկել է։ Հիմա կասեք ով է Միլին։ Միլին մեր ընկերներից մեկն է, ում պապայի գործերը Ամերիկայում շատ վատացան ու եկան Հայաստան։ Մի տարի առաջ էր կարծեմ։ Ես իրոք շատ ուրախ եմ, որ եկել եք երեխեք։ Հա, մեր ուղղակի մի խնդրանք։ Մեր ծնողները չպիտի իմանան, որ մենք ստեղ ենք։ Վայ, ոչ մի խնդիր։ Հոնոր չի որ ճանաչում ենք իրեն։ Մերսի։ Միքոսկոպ կյանքը կարծա Արփի, արստեղ։ Գալիս եմ։ Արի, գալիս եմ։ Դե արի, ոչ։ Եկա։ Լսի, այն աղջիկը ով էր, որ եկել էր։ Օ։ Այն աղջիկը, որ եկել էր ձեր տուն։ Մեր տուն։ Էդ մերն է։ Ես գիտեի քոնն է։ Գնա երեխեքին ասա։ Արիս, եղ մի հատ։ Ով է այդ աղջիկը։ Միլկան, հա, Միլկան մեր աղբերներից է։ Քոդ լավ աղբերներից Միլկան իմ դուր ընդհանրապես չեկավ, շատ տարօրինակ էր պահում իրեն։ Ու ես մտածում եմ, որ ստեղ մի բան են չի։ Քեզ թվում է գորին կամ Լեոին, սիրահարվել։ Չգիտեմ, բայց պետք է ինձ օգնես, որ հասկանամ։ Պայնավորվեցինք։ Եթե մեկին բան ես ասել, ձեռքիցս չես բրծնի։ Միքոսկոպ կյանքը կարծա Ոնց հասկացաք գոռը պայքարում է արագ հասնել տուն։ Գոր, հասկանում ես, որ սենց քեզ կոտորելով չես հասնի Ամերիկա։ Չէ, դու լավ չես հասկանում։ Որ ես զզվում եմ Հայաստանից։ Այստեղ ամեն ինչ կատարվում է։ Բայց Գոր,
Սա քո տունն է, չնայած որ դու չես ապրել ստեղ։ Քո անունը, քո լեզուն, քո հայացքը, այս հողի լեզվով է գրված։ Դու չես զզվում Հայաստանից։ Դու ուղղակի փնտրում ես իր ամբողջ կյանքդ նրան։ Տեստես մարդ կարող է սիրել մի հող, որը երբեք իրենը չի ընդունել։ Բայց եթե մենք լքենք մեր հայրենիքը, ով կմնա պաշտպանելու մեր հողը, ջուրը, որտեղ մեր մանկությունն է անցել։ Եթե մենք գնանք, ով կմնա հաղորդելու մեր պատմության խորքերը, որի մի կտորը նրանց արյամբ է ոսկե դրվել։ Սիրել Հայաստանը, երբ նրան նույնիսկ դժվար ես ընդունում, նա միշտ սրտաբաց սպասում է քեզ։ Հա, պապջան։ Պապջան, ստեղ իվենթ ունենք Գարիկի մոտ։ Էդ եմ կազմակերպում, դրա համար եմ խառը։ Հիմա չեմ կարող գամ։ Պապջան, վերջացնեմ, անպայման կգամ։ Լավ, պապջան։ Չէ։ Ես սրանց ստեղ երկար պիտի պահեմ։ Եթե բերել հասցրել եմ Հայաստան, ուրեմն սրանք ստեղ երկար պիտի մնան։ Սրանց հետ հենց աշխատելու լիքը գործ կա։ Մի խոսքով կյանքը կարճա Ես փակում եմ այն ուղին, որ կոտրել եմ սիրտային, բերելով քեզ մոտեցել գերի, սավում եմ սիրելիս, որ էլ ես չենք բերի, մեր սիրոն եմ ներչի այլի, դուր եմ, որ եմ եթին ճավրեմ, դուր երասեմ, որ էլ ես քեզ տեսնեմ, մենք համույն, որ ես համենք ապրեմ, դուր իմ դուր, որ քեզ այսօր ասեմ, հեռանում Լսի առավոտից ես նույն երգն ես երգում, հոգնել եմ արդեն։ Գիտես, Սիրշոն պետք է ինձ լսի ու եթե հավանի, ես վերջապես կունենամ մի տեսահոլովակը ու երգը։ Լուրջ, ինչ լավ է։ Մի խոսքով կյանքը կարճա Միլին բոլորին հավաքել է, բացի Լեոից, Դիանայից եւ Արփից։ Ու Միլին արագ պատմում է իր լսածը, իբրև Լեոն է այս ամեն ինչը կազմակերպել ու բերել բոլորին Հայաստան։ Միլի ինչ-որ մի բան սխալ ես լսել։ Հա, հաստատ։ Լեոն ամենաշատն է մեզնից ուզում հետ գնանք։ Հաստատ ոչ Լեոն։ Դե դուք մի հավատացեք։ Մի խոսքով կյանքը կարճա Լսի, ուրեմն սաղից թաքուն լսել եմ։ Այս Միլան ասում է, որ Լեոնը բոլորից խափել բերել ստեղ։ Դա ուզում է հաստատ բոլորիդ կռվածնի։ Բա ինչ անենք։ Ես գիտեմ։ Մի խոսքով կյանքը կարճա Միլի ես ինչա։ Նկար։ Ու ինչի ես այս նկարը ուղարկել մեր ծնողներին։ Փաստորեն այսքան տարվա կուտակված թույնը սենց ես դուրս բերում։ Երեխեք ինչ եք խոսում։ Երեխեք, եսքեք հավաքվե, մտնելի ժողովն է։ Հա, մեր միջի կռիսին ենք բացահայտել։ Ավելի լավա դուրս արի։ Ու գնա, քանի նորմալ եմ ասում։ Ես չգիտեմ ով եմ գլխին սարքել, բայց դեռ պատասխան եք տալու։ Մի խոսքով, ոնց հասկացաք ամեն ինչ խառնվեց իրար։ Մի խոսքով կյանքը կարճա Եթե երազում ես ճոխության, հանգստի եւ անմոռանալի պահերի մասին, ապա այս վայրը հենց քեզ համար է։ Ընտրիր Գարիկի մոտ առանձնատներից մեկը, բացահայտիր այն վայրը, որտեղ հանգիստը վերածվում է իսկական վայելքի։ Այս շքեղ առանձնատները իր ճոխությամբ եւ ժամանակակից հարմարավետությամբ խոստանում են ձեզ ամեն պահը դարձնել անմոռանալի։ Երեխեք, երկս լսել են ու հավանել են ու կարող ունենամ իմ տեսահոլովակը։ Ոնց հասկացաք, մերի ելույթը հավանել են ու մերին շատ շուտով կունենա իր երգը, որին տարիներով երազել է, բայց դեռ հարցեր կունենար, թե ոչ։ Մի խոսքով կյանքը կարճա Ձյան, իրոք շնորհակալ եմ քեզ։ Եթե դու չլինեիր, այդ նկարը չուղարկեիր, իմ ընկերներից կյանքում չէին ներելու։ Խնդրեմ ինչի համար։ Լսի, իմ բնակարանը ով վարձակալում է, ես միշտ թաքուն նկարում եմ, որ մի բան այն չլինի խայտարական եմ։ Մի խոսքով կյանքը կարճա Երեխեք, ինչ լավ կլիներ, չէ, հիմա իսկ կոկոնից Գարիկի մոտ լինեինք, լրիվ կհանգստանայի։ Միակ տարբերակն է, որ համաձայն եմ։ Մանավանդ լողավազանը։ Լավ, վերջացրեք։ Բայց նկատել եք, այս երկու օրը Լեոն իրան շատ տարօրինակ է պահում։ Չէ, ուղղակի ընդեղի գործերն է շատ, չի հասնում։ Երեխեք, բա մերի համերգին ինչ ենք հագնելու։
Ճիշտ է, շոր չունենք։ Գնում ենք լվացկատուն։ Լողանալու։ Ոնց է չլինի այնտեղ շոր կլինի։ Կվերցնենք իբր մերնակ կգնանք։ Մի խոսքով կյանքը կարճա Միլին դեռ պայքարում է ըստ իր երևակայության անարդարության դեմ։ Ու ոնց հասկացաք թաքուն էլի եկել է լսելու։ Հավատա ինչքան մնաք, այդքան նոր վարձակալներ չենք գտնի։ Դե ինչ անում ես քո կուտի համար ես անում։ Ուղիղ եթերներս վկա, միլին մեղքը սեկով։ Բայց արել ենք այն ինչ որ պետք է։ Մի խոսքով կյանքը կարճա Չասա երբ է ես ձեզ լսել, որ հիմա լսեցի։ Հանգստացի, որովհետև հեսա մերին ես լսելու։ Դու կարաս սուս մնաս։ Իմ մեջ խելքին ասա, որ ձեր հետ գնացի։ Մերնակով կգնայի։ Սուս մնա, թե չկտամ շորիկս կհատնես։ Մի խոսքով կյանքը կարճա Դու որտեղից հայտնվեցիր։ Ֆոկուսնիկա։ Դու այդքան լավ ֆոկուսնիկ ես, մեր հետ գայի Ամերիկա։ Բռնի փախնի։ Ինչ գործ ունես այդտեղ։ Ես ասել էի, որ գալու եմ արդարության հետևից։ Բոլորդ լևին դրել էիք սրբի տեղ, իսկ իս դավաճանի։ Հավատացեք, ես ձեզ չեմ նախանձել, չեմ էլ նախանձում։ Փաստորեն Միլին Լեոյի ու Դիանայի ամբողջ խոսակցությունը ձայնագրել էր ու հիմա բոլորին ներկայացրեց։ Ինչ ասեմ, սուտը բացահայտվեց։ Իդեպ ձեր ծնողները արդեն գիտեն սրա մասին։ Ու դուք վաղը երեկոյան բոլորը հետ եք գնում։ Ուխ, սամենուտ ենք նստելու։ Մի րոպե։ Բա իմ երգը, իմ երազանքները։ Եթե ինձ հավատայիք, այս ամեն ինչ էսպես չէր լինի։ Մերի։ Փաստորեն տենց, հա Լեո։ Լավ։ Մի խոսքով կյանքը կարճա Եթե երազում ես ճոխության, հանգստի եւ անմոռանալի պահերի մասին, ապա այս վայրը հենց քեզ համար է։ Ընտրիր Գարիկի մոտ առանձնատներից մեկը, բացահայտիր այն վայրը, որտեղ հանգիստը վերածվում է իսկական վայելքի։ Այս շքեղ առանձնատները իր ճոխությամբ եւ ժամանակակից հարմարավետությամբ խոստանում են ձեզ ամեն պահը դարձնել անմոռանալի։ Լայնարձակ սրահներ, ճաշակով ձևավորված ինտերիեր եւ իհարկե արևով լցված բացօթյա տարածքներ, հարմարավետ բազկաթոռներով եւ գունեղ լաունջ գոտիներով։ Մի խոսքով, ոնց հասկացաք, բոլորը պատրաստվում են իրանց թռիչքին։ Այս էլ վեկա։ Արփիս մերինը չի։ Ոչինչ, դու նայի թող լինի։ Մի արա դիպտեղը։ Դիդի բեկգո։ Լենայկով ա գալիս։ Ինչի համար։ Ինչի տենց արեցիր։ Ես հասնում եմ իմ երազանքին, բայց քո պատճառով հիմա պետքա թողեմ ամեն ինչ ու հեռանամ։ Մերի, լավ մի մտածի։ Ձեր փողնիկը երկեց։ Իրականում հիմա բոլորդ կարաք մեղադրեք Լեոին, բայց երեխեք ինքը ինչ արել է, ճիշտ է արել։ Հա, երեխեք, ես եմ կազմակերպել։ Այս ամեն ինչը ես եմ արել։ Ինչի համար։ Քո ինչին էր պետք մեր ստեղ մնալը։ Գիտեք երեխեք, դուք հերվածել եք ամեն ինչից։ Չգիտեմ, դուք սիրում եք բրենդներ, դուք սիրում եք ճոխ ապրել, դուք խոսում եք հայերեն, բայց չգիտեք քարտեզի վրա Հայաստանը որտեղ է։ Դուք հեռու եք ապրում ձեր երկրից։ Ու ես ինադու Հունաստանի տոմսը փոխեցի, ցակեցի Հայաստան ու գցեցի արփի վրա։ Իսկ հետո երբ որ ես մատնվեցի, միանգամից գցեցի Միլիի վրա, որ չհասկանաք։ Բայց ոնց հասկացա, այս տուտը երկար կյանք չունեցա։ Բայց ամեն դեպքում ես ուրախ եմ, որ եկել եք Հայաստան։ Ու հիմա դուք եք որոշում, կմնաք Հայաստանում, թե կգնաք։ Մի խոսքով կյանքը կարճա Լեոյի ասացից հետո կարծես բոլորի մոտ ինչ-որ բան էր փոխվել։ Երեխեք, պատրաստում եք թրիշկին։ Հա, պատրաստ ենք։ Բայց գորուն գա։ Կերել ենք։ Մե։ Չգիտեմ, ինչ որ տեղ ա գնացել։ Մի խոսքով կյանքը կարճա Լսի, բայց ինչ ես կարծում, խոսալ ինչ որ օգուտ կտա։ Հավատա ինձ իրանց վիճակը ընդհանրապես շատ քիչ է հետաքրքրում։ Չգիտեմ, դու գիտես, իմ լայվի ժամն է ես գնաց։ Մի խոսքով կյանքը կարճա Ահա, գորնել եկավ։ Կարեն գնանք։ Դուք գնացեք, ես չէ։ Այսինքն, Ես գրանցվել եմ ու վաղը առավոտ գնում եմ պարտադիր զինվորական ծառայության։ Բայց մի լավ ընկեր ունեմ։ Ասում էր էլ ինչ հայ տղա, որ չծառայի իր հայոց բանակին։ փաստորեն լսել ես ասացներս։ Ես չեմ գալիս։ Դու? Հա։
Հաստատ եթե ես լսեմ ծնողներիս, կմնամ այստեղ ու կշարունակեմ իմ կարիերան։ Հավատացեք Լեոն մեղադրել պետք չի։ Ինքը ամեն ինչ մեր համար ա արել։ Մի րոպե, բամերի թիմով ա գալիս։ Ես գնում եմ։ Ուսումս պիտի ավարտեմ։ Շատ կուզեի մնայի, բայց դե Մի խոսքով կյանքը կարճա Լեո, ես մեկ լավ առաջարկ ունեմ։ Ինչ։ Սիրտս սուշի ազում։ Արի պատվիրենք։ Քանի որ դու ինձ լավություն ես արել, ես չեմ կարող մնամ դրա տակ։ Արի պատվիրենք, հենց հիմա շատ օրակից։ Ներ, մտնում ենք իր էջ։ Ոստեղից արագ ընտրում ենք մեր ուզած տեսականին։ Մի ժամվա մեջ մեր պատվերը ստեղ է հասնում։ Դավայ։ Գնացի։ Մի խոսքով կյանքը կարճա Ասենք ստեղի սուշիները այնքան համով ու այնքան թարմ է, որ ախպերն ախպորը չի առաջարկելու։ Ուտես ինչ ունենա։ Ես իմ ամենասիրած է չա։ Փայտիկները որ կարող ես բռնես։ Գիտես չէ։ Մեկտաս մի հատ։ Նա ինչ ունենք։ Սուշի բուրգեր։ Oh my god։ Ան, վերցրու դու կետ, ես հեսա կգամ։ Ինչ լավ տամբորներ ունեմ, բայց Մի խոսքով կյանքը կարճա Բարև թարախ։ Ես։ Հա, դու չէի ուզում, որ կռվեմ ընկերներից հետ։ ինչի։ Քեզ այդ պետք չէր։ Պետք էր, ինձ ես ուզում էի սաղիթ խառնել իրար։ Բայց քո մոտ չստացվեց։ Ոչինչ, դեռ ժամանակ կա։ Ես էլ մտածեցի փոխվել ես ու կապ չունես ոչինչի հետ։ Ես գնամ։ Լայվի ժամն է։ Մի խոսքով կյանքը կարճա Ես վաղուց էլ գիտեի, բայց եթե ասեի չեք էլ հավատալու։ Նենց է ես ուրախ եմ, որ սենց ստացվեց։ Ես ատում եմ այն տարիները, որ անցկացրել եմ ձեր հետ։ Այսինքն Լեա, ինչ ես խոսում։ Այն որ Լեոն ամբողջ կյանքը արհամարեց մեզ։ Կարևորը իրան լավ լինի։ Գորը ամբողջ կյանքը ձրիակերի պես ապրեց։ Իսկ դու նախանձում ես ինձ մինչև օրս։ Բա ես այդ տուպոյ։ Իսկ դու ուղղակի կտծրած ես։ Կտծրածը դու ես։ Լեա, սա կյանքից զբաղված ես եղել ուրիշի կյանքի մասին խոսելով։ Այնքան ես խոսացել, որ ինքդ մոռացել ես ով ես դու։ Թունավոր խոսքերով ես ուզում ուժը հեղևաս։ Բայց ներսի դատարկությունը գոռում է։ Կներես, այսքան ժամանակ չեմ իմացել ով ես դու։ Մի խոսքով կյանքը կարճա Ոնց հասկացաք գնալու ժամանակն է։ դե ինչ ասեմ, կհանդիպենք 2 տարի անց։ Պոկո երեխեք։ Երեխեք մի րոպե։ Բա Լեան ուրա։ Լեան ավելի շուտ է գնացել օդանավակայան։ Դե ինչ ասեմ, կհանդիպենք 2 տարի անց։ Մի խոսքով կյանքը կարճա Երեխեք, այսօր են մնացածը։ Գնացել են արդեն։ Ուր։ Հետ Ամերիկա։ Լեոն է։ Եթե ստեղ Լեո ես տեսնում, որ մս ստեղ է։ Իդեպ ես էլ եմ գնում։ Դու ուր ես գնում։ Ծառացյան։ Այս վիճակով Դե մազերս համոզկից տա սաղ ընտեղ եմ կամել։ հասկացա, ինչ ասեմ քեզ բարի ծառայություն։ Այս։ Փաստորեն առանց ինձ հաջող անելու ես գնաց։ Հա, բայց ես էլ ես չեմ գնացել դեմուտ կամ նացամ նո։ Քոչի, նացիլա։ Բարի։ Մի խոսքով կյանքը կարճա Մի խոսքով, ինչ ունի սկիզբ ունի նաև ավարտ։ Լեոն չէր կարող երկար մնալ այստեղ, սակայն նա կատարեց իր առաջ դրված նպատակը, հավաքեց, միավորեց ու սովորեցրեց, թե ինչ է նշանակում սիրել հայրենիքը։ Իսկ Լեան ցույց տվեց իր իրական դիմակն ու գնաց։ Իսկ Գորը հասկացավ, որ այս կյանքը չի ապրել այնպես, ինչպես պետք է ապրեր։ Հասկացավ, որ այս կյանքում պետք է լինեն հավասար։ Ու ամենակարևորը, ապրել հանուն հայրենիքի ու ընտանիքին պաշտպանելու համար։ Իսկ Մերին քայլ առ քայլ հասնում է իր երազանքին ու ցույց է տալիս, որ այս կյանքում եթե ունես նպատակ, ապա կհասնես դրան։ Իսկ Միլին ինադու վարձեց այդ բնակարանը, որ մի խոսքով
Ամեն ինչ սկսվեց մի խոսքով։ մի խոսքով կյանքը կարծա Մի խոսքով անցել է մի որոշ ժամանակ։ Այսօր դեկտեմբերի 31-ն է, այսինքն հաշված ժամերից ամանոր է։ Բարև Միլի։ Յա, բարև գոր։ Այսօր ցա շուտ ես եկել, 2 տարին այսքան շուտ անցավ։ Չէ, ուղղակի 3 օրով արձակուրդ եմ եկել։ Դեմ չես որ միասին նշենք ամանորը։ Չէ, մենակ պետք է նշել, ենե միասին կնշենք։ Բա մերին ուրա։ Ինչ գնացել եք, ինքն էլ է գնացել։ մի խոսքով կյանքը կարծա Ոնց հասկացաք, բոլորը իրար գլխի են հավաքվում ամանորը միասին նշելու համար։ մի խոսքով կյանքը կարծա Բանեք են։ Այ արփիներս մտի։ Բարև երեխեք։ Բայ, դուք էլ եկաք։ Հա, ինչի՞ շուտի գայք, ես մեր տունն է։ Լավ երեխեք։ Այսօրով մի կռվեք։ Մնացել է դու ասեիր ինչ անենք։ Արփիսուս։ Արփի անցար։ Անցա, ես փուլ անցա։ մի խոսքով կյանքը կարծա Երեխեք, նոր տարվա համար բան չունենք։ Ես տոնածառը կբերեմ։ Ես էլ լույսերի հարցը կլուծեմ։ Ես էլ ուտելիք կպատրաստեմ։ Հետաքրքիր է, ինչով։ Դե տղաները հեսա կգնան ու ուտելիքի հարցը կլուծեն։ Բա, այդ ինչով։ Գոր, հեսա կգնանք մի բան կմտածենք։ Մենք սրանց հավեսը չունենք, քեր։ Մերի ջան, սա նաև քո բնակարանն է, դե ժամանակավոր իհարկե։ Մի խոսքով հանգիստ ապրի այստեղ, դե Միլին էլ ուշադրություն մի դարձրել, լավ։ Գնացինք կարի։ Էս ինչ դեժավյու մոտս։ Ոնց որ առաջի օրը լինի, որ տեսա։ Վայ, բանեք են, բաննա։ Բարև ձեզ։ Բարև։ Մենք էլ եկել ենք ամանորը նշենք, հետ գնանք։ Միացեք մեզ, կակրա շատ գործ ունենք անելու։ Լեո։ Ասա Դիանա։ Լեո։ Ասա Դիանա։ Լեո։ Ասա Դիանա։ Մենք ուշանում ենք ձեր ահավոր Լեո Դիանա դիալոգը հետո կանենք։ Գնացինք Լեո։ Հայ, կներեք մեզ։ մի խոսքով կյանքը կարծա Լեո, բայց հիմա սա խանութները փակ է։ Ինչ ենք անում։ Դե փակը, հեսա մի բան կմտածենք, արի։ մի խոսքով կյանքը կարծա Օրփյասը քեզ պետք էր։ Հիմա այս Հայաստանը որտեղից տոնածառ գտնեմ։ մի խոսքով կյանքը կարծա Սիրելի հետևորդներ, մենք արդեն պատրաստ ենք դիմավորելու 2026։ Մի հատ անջատի էտի։ Ես քեզանց նեղացած եմ։ Ինչի՞ ես նեղացած։ Դե որովհետև գնացել է Իրան ծածելու։ Բայց քեզ ինչի՞ պիտի ասեմ։ Ընկերուհիս ես։ Շուտ կերազվիր։ Բայց քեզ պիտի բան ասեմ։ մի խոսքով կյանքը կարծա Մի խոսքով ոնց հասկացաք մեզ մոտ ամանորի երու զեռա ու փառք Աստծո կռիվ չկա ամեն մեկը գիտի իր գործը բայց Միլին արեց կյանքի ամենասխալ քայլը ամանորիա սաղ ուտեստը փչացավ Շատ չես նայում ուր ես կանգնում։ Համյամի տակ կանգնել։ Ինձ թվում է մեր ամանորը փչացնելը քո միսիան է։ Ինչ եք վրա տվել։ Հիմա ամեն ինչ է լինում է։ սկսվավ Հենց հիմա դուրս արի ստեղից։ Արա, քեզ տեղ չտենամ։ Միլին ոչ մի տեղեր չի գնում։ Շատ եք ուզում դուք գնացեք։ Էս բաշ երեխե, հա, եղավ։ Ոչ տոնածառի բան չլինի։ մի խոսքով կյանքը կարծա Ես երևի այս տնից էլ չգնամ։ Էդ էր մնում մեզ պակաս էլի Ինչի։ Դե որովհետև լրիվ TikTok-ի մատերիալ եք։ Հենց գնում եմ, սկսում եք կռիվանել։ Քոնը կնկարեմ կգցեմ TikTok։ Սուս մնալի աղբոր պես հավես չկա вообще։ Երեխեք, հələ ասեք ինչ լավ տոնածառ եմ։ մի խոսքով կյանքը կարծա Ճիշտ է մեր սեղանը հայկական ու այն ավանդական սեղաններից չի
բայց կարևորը մենք հավաքվել ենք իրար կողքի ու նշում ենք 2026 թվականը։ Ու ամենակարևորը միասին ենք։ Ու ինչքան էլ բզում ու բուժտում ենք իրար, մեկ ամեն վարքյան էլ եթե ինչ-որ բան պետք լինի, բոլորս իրար կողքին ենք։ Ու Դիանա, քեզ էլ ենք շնորհակալ, որովհետև քո հետ շատ եմ կիսվել։ Ու այս ամենը դու ես կազմակերպել, որ մենք հիմա այստեղ ենք։ Ես տեղյակ էի, ուղղակի չէի ուզում ցույց տալ, որ գիտեի։ Թող ամեն ինչ մնա անցյալ տարի ու միշտ լինենք իրար կողքին։ Ու թող միանան բոլոր սիրող սրտերը։ Իրականում 2 տարի շատ է, բայց եթե սիրում ես, կսպասես։ Դե ուրեմն 2 տարի հետո հենց այս օրը գալիս ենք հարսելու։ Ու շնորհավոր 2030 թվականը։ Մի խոսքով կյանքը կարճա Հիմա հա հետո վախը չգա Ասացի հա հինչ չէ բայց էլ իրեպտած ինչին լավա Մի խոսքով նացի լեպի անցանոտ ես կյանքը մովա միշտ այուր ինչ պահոմոգոտ Սիցագով խարնուխ են տորե Են ներոյնա արանց չեբիմար Մի խոսքով որ վալենջում դրական մինա միշտ եմ չիս մեջվում Մի խոսքով ես կյանքը կարա ու մենք ենք միշտ հագդող Մի խոսքով կյանքը կարճա Եթե երազում ես ճոխության, հանգստի եւ անմոռանալի պահերի մասին, ապա այս վայրը հենց քեզ համար է։ Ընտրիր Գարիկի մոտ առանձնատներից մեկը, բացահայտիր այն վայրը, որտեղ հանգիստը վերածվում է իսկական վայելքի։ Այս շքեղ առանձնատները իր ճոխությամբ եւ ժամանակակից հարմարավետությամբ խոստանում են ձեզ ամեն պահը դարձնել անմոռանալի։ Լայն արձակ սրահներ, ճաշակով ձևավորված ինտերիեր եւ իհարկե արևով լցված բացօթյա տարածքներ, հարմարավետ բազկաթոռներով եւ գունեղ լաունջ գոտիներով։ Մի րոպե, մոռացած ես պատմեմ gariki.com կայքի մասին։ Կայքը հնարավորություն է տալիս վիրտուալ room tour կազմակերպել եւ տեսնել տան բոլոր դետալները։ Դե ոնց հասկացաք, մենք հիմա վիրտուալ կերպով նայում ենք տան բոլոր հատվածները։ Դուք կարող եք ընտրել Գարիկի մոտի ցանկացած առանձնատունը եւ վիրտուալ room tour կազմակերպել։ Եվ որ ամենակարևորն է, այստեղ ցուցադրված յուրաքանչյուր վիդեո Photoshop արված չի, ամբողջը բնական է։ Դե ես չեմ, դուք եք, տեսեք ինչ մեծ հաճույք է։ Իդեպ այստեղ արկա է լվացքի սենյակ։ Այստեղ դու ոչ միայն հանգստանում ես, այլ ապրում ես երազանքներդ։ Առանձնատներ, որտեղ շքեղությունն ու հաճույքը դառնում են մեկ ամբողջություն։ Գարիկի մոտ։